Ինչպես ապաշխարել եւ Աստծուն ճանաչել։ Ելը լավ ասում։ Շատ սիրողին շատ ատերվում։ Պիտի շատ սիրես։ Քո ապաշխարությունը կախված է թե ինչքան ես դու ուզում Աստծուն, ինչքան ես փափագում Աստծուն, ինչքան է քո զղջման աստիճանը, ինչքան է։ Հասկանում եք, մարդ արդար է, մարդ կա ամեն ինչ գիտի կամ ուղղակի արդար իրան կարծում ես արդար եմ, ես չեմ ես արել, ինձ չեմ արել, մտածության սրան դրան, աստվածապաշտության հարցում։ Սրնայի, հա Փարիսեցի Սիմոնը ապաշխարության հարցում հետ մնաց, նավարտապետ էր, չէ, բայց այն մեղավոր կինը, որ եկավ Հիսուսի ոտքերին լացով թրջեց Հիսուսի ոտքերը, ապաշխարեց նա, ներսով ապաշխարեց, արցունքներով Տիրոջ ոտքերը թրջեց, իր մազերով սրբեց եւ համբուրեց ոտքերը, տեսնում եք ապաշխարության աստիճանը ինչքան խորն է, եւ յուղեց, հա, թանկարժեք յուղով Տիրոջ ոտքերը յուղեց, ծախսվեց Հիսուսի համար, ծախս արեց Հիսուսի համար։ Պատկերացնում եք ապաշխարությունը ինչպեսին է լինում։ Ուսած չէ՞ որ տրալիվալի պրազնիշնի գնացինք ինչ ուզեցա կանում ենք, այսինքն փրկված ենք, չէ։ Զղջումը նաև բերում ես որ դու ապացուցում ես քո անգամ զղջումը արժեք պիտի ունենա, անգամ քո ապաշխարությունը պիտի Տիրոջ ներկայություն ասած հագենա, անգամ ապաշխարությունից մարդիկ Սուրբ Հոգով մկրտվում են, լցվում են Սուրբ Հոգով ու առաջնորդում են ուրախության ցնծությամբ։ Դա է ապաշխարությունը։ Դե բոլոր դեպքերում որ մարդը տունում է Տեր Հիսուսին արդեն ապաշխարություն համարվում, սակայն ապաշխարությունը նաև լինում է արժեքավոր, որտեվ եթե Տերը մտավ Զաքեոսի տունը Մաքսապետի, որ հարստացել էր, թալանել էր մարդկանց, վնասել էր, տիրել էր, իշխել էր, փոկել էր, բայց այս Զաքեոսի սրտում փոխվեց։ Ասես եթե մեկին զրպարտել եմ կտամ քարապատիկ, եթե մեկին զրկել եմ կտամ այսքան իմ հարստության կեսը կտամ աղքատներին, նրա մոտ process առաջացավ ապաշխարության։ Տեր ասաց, փրկություն եկավ այս տան մեջ։ Այս մարդու մեջ փրկություն եկավ, նրանից շատ դևեր փախան, նա ազատագրվեց այս ժլատությունից, թալանչությունից, նա ազատագրվեց, նա ապաշխարեց, նա ընդունեց Աստծուն, այ ապաշխարությունը եւ ընդունելն է Տեր Հիսուսին, որպես անձնական Տեր ու Փրկիչ, եւ հրաժարվելն է մեղսալից կյանքի եւ նվիրվելն է այն գանձին, այն փառքին, այն Տիրոջը, որ քեզ համար խաչվել է եւ ազատագրել է քեզ մեղքի ճիրաների դժոխքից, քեզ կյանք է տվել հավիտենական, դու հավիտյան ապրելու ես նրա փառքի մեջ։ Հասկանում եք, ապաշխարությունը ինչ է որ խուր տրտում, խոնար, կարծես թե չէ, դա ապաշխարություն չի, դա ամեն մարդու տարբեր է երևում, սակայն մարդու ձևից է դա, կա խելոք են, կա համեստ են, կա ակտիվ են, բայց ապաշխարությունը այն է, որ ակտիվ ես, զղջում ես, համարձակ ես ու քայլում ես Տիրոջ շնորհքի մեջ, Տիրոջ խոսքի մեջ, ավետարան ես սկսում ընթերցել, այնպես որ օրհնյալ է Տիրոջ հետ քայլելը, Տիրոջ խոսքի մեջ ապրելը։